Բարև սիրելիներս, այսօր կընթերցենք Գրիմ եղբայրների Ռապունցել բարբարոկը հեքիաթը։ Սկսեցինք։ Ժուկով ժամանակով մի մարդ ու կին են լինում, նրանք շատ են ուզում երեխա ունենալ, բայց չի ստացվում։ Վերջապես մի օր էլ Աստված կատարում է նրանց ցանկությունը։ Սրանց փոքրիկ պատուհանը նայում է հարևանի պարտեզին, որտեղ բուսնում են աշխարհի ամենագեղեցիկ ծաղիկներն ու խոտերը։ Բայց պարտեզի շուրջը բարձր պարիսպ է քաշված լինում և ոչ ոք չի համարձակվում ոտք դնել այնտեղ, որովհետև պարտեզի տերը շատ հզոր կախարդուհի է լինում, բոլորը վախենում են նրա ուժից։ Մի անգամ կինը պատուհանի առաջ կանգնած նայում է պարտեզին, մեկ էլ աչքն ընկնում է մի թփի։ Դա Ռապունցել բույսի սովորական մի թուփ է լինում, որ կոչվում է նաև բարբարոկ։ Այնքան կանաչ ու փարթամ է լինում Ռապունցելը, որ կնոջ բերանի ջրերը գնում են։ Նա չի կարողանում հեռանալ պատուհանի մոտից, ամեն օր նայում է Ռապունցելին և սիրտն ավելի շատ է ուզում։ Բայց քանի որ կախարդուհու պարտեզից հնարավոր չի լինում որևէ բան քաղել, կինը օր-օրի գունատվում է, նիհարում։ Սիրտդ ինչ է ուզում այ կնիկ, ասա ճարեմ, մի օր հարցնում է նրա տեսքից վախեցած մարդը։ Ախ, ասում է կինը, որ ես են Ռապունցելից շուտեմ կմեռնեմ։ Մարդը շատ է սիրում կնոջը, մտածում է, եթե կինս դրա պատճառով կարող է մեռնել, ինչ գնով էլ լինի պիտի ճարեմ։ Նա պարսպի վրայով բարձրանում է, մտնում կախարդուհու պարտեզը, արագ-արագ մի քանի թև Ռապունցել քաղում, բերում տալիս կնոջը։ Կինն անմիջապես աղցան է պատրաստում և ախորժակով ուտում։ Բայց աղցանն այնքան համով է լինում, այնքան շատ է դուր գալիս կնոջը, որ երկրորդ օրը սիրտն ավելի շատ է ուզում ու չի կարողանում հանգստանալ, մինչև որ ամուսինը չի խոստանում էլի մտնել կախարդուհու պարտեզը։ Մարդը գիշերը պարսպի վրայով իջնում է պարտեզ, բայց շատ է վախենում, տեսնելով իր առաջ կանգնած կախարդուհուն։ Ինչպես ես համարձակվում մտնել իմ այգին, կատաղած ասում է կախարդուհին, ու կանաչ Ռապունցել գողանալ։ Ախ, ներեցեք, ասում է մարդը, ինչ անեմ, կինս պատուհանից տեսել է ձեր Ռապունցելն ու սիրտն այնպես է ուզում, որ կմեռնի, եթե չտանեմ։ Կախարդուհին մի փոքր հանգստանում է, որ այդպես է, ես մի պայման եմ դնում։ Ռապունցելը քաղիր ինչքան սիրտդ ուզի, բայց հենց որ կինդ երեխա ունեցավ, երեխային ինձ պիտի տաս։ Ես լավ կպահեմ նրան, հարազատ մոր պես կխնայեմ։ Մարդը վախից համաձայնում է։ Շուտով կինը մի սիրուն աղջիկ է ունենում, անմիջապես հայտնվում է կախարդուհին, աղջկա անունը դնում Ռապունցել և տանում իր տուն։ Ռապունցելը դառնում է աշխարհի ամենասիրուն աղջիկը։ Երբ լրանում է նրա 12 տարին, կախարդուհին աղջկան փակում է անտառում գտնվող մի բարձր աշտարակում։ Աշտարակը ոչ դուռ է ունենում, ոչ սանդուղք, միայն մի փոքրիկ պատուհան։ Երբ կախարդուհին ուզում է գնալ աղջկա մոտ, կանգնում է ցածում ու ձայն տալիս. Ռապունցել, Ռապունցել, արթնացիր, մազերիդ հյուսքերը կախ գցիր։ Ռապունցելը շատ գեղեցիկ մազեր է ունենում, իսկական նուրբ ոսկեթելի նման։ Հենց որ լսում է կախարդուհու ձայնը, մազերի հյուսքերը կապում է պատուհանի կեռից ու ծայրը 12 արշին կախ գցում։ Կախարդուհին ամեն անգամ բռնում է հյուսքից ու վեր մագլցում։ Մի անգամ թագավորի որդին ձի նստած անցնելիս է լինում աշտարակի մոտով։ Հանկարծ երգի ձայն է լսում ու այնպես է գերվում երգով, որ կանգնում ականջ է դնում։ Ռապունցելը մենակ պահերին երգում է իր չքնաղ ձայնով։ Թագավորի տղան ուզում է բարձրանալ աշտարակ, բայց ոչ դուռ է գտնում, ոչ սանդուղք։ Այդպես թողնում գնում է տուն, բայց աղջկա երգի ձայնը դուրս չի գալիս մտքից ու ամեն օր նստում է ձին, գալիս աշտարակի մոտ նրա երգը լսելու։ Մի անգամ էլ ծառի տակ կանգնած տեսնում է, թե կախարդուհին ինչպես է գալիս ու ձայն տալիս. Ռապունցել, Ռապունցել, արթնացիր, մազերիդ հյուսքերը կախ գցիր։ Եթե այդ սանդուղքով կարելի է վեր բարձրանալ, ապա ես էլ կփորձեմ իմ բախտը, մտածում է թագավորի տղան ու հաջորդ օրը գալիս կանգնում է աշտարակի մոտ, ձայն տալիս. Ռապունցել, Ռապունցել, արթնացիր, մազերիդ հյուսքերը կախ գցիր։ Մազերն անմիջապես կախ են ընկնում,
Թագավորի տղան բռնում է մազերից ու մագլցում աշտարակը։ Ռապունցելը սկզբում շատ է վախենում օտար մարդուց, բայց թագավորի տղան շատ սիրալիր զրուցում է նրա հետ, ասում, որ այնպես է գերվել նրա երգով, որ գիշեր-ցերեկ հանգիստ չուներ, ուզում էր ինչ գնով էլ լինի տեսնել աղջկան։ Ռապունցելը հանգստանում է։ Թագավորի տղան հարցնում է, արդյոք նա համաձայն է դառնալ իր կինը։ Աղջիկը մտածում է, սա ինձ ավելի կսիրի, քան պառավ գոթելը, եւ տալիս է իր համաձայնությունը։ Ձեռքը մեկնում է նրան ու ասում. Ես ուրախությամբ կգամ քեզ հետ, բայց չգիտեմ, թե ինչպես պետք է իջնեմ։ Ամեն անգամ ինձ մոտ գալիս մի կտոր մետաքս վեր, ես սանդուղք կհյուսեմ ու երբ պատրաստ լինի կիջնեմ այդ սանդուղքով, դու ինձ կտանես։ Պայմանավորվում եմ, որ տղան գիշերները կգա, քանի որ կախարդուհին ցերեկով է գալիս։ Պառավը ոչինչ չի նկատում, մինչև որ մի անգամ Ռապունցելը նրան ասում է. Ֆրաու Գոթել, ինչի՞ց է, որ քեզ ավելի դժվար եմ վերև քաշում, քան թագավորի տղային։ Նա մի ակնթարթում է բարձրանում։ Ախ, դու գարշելի աղջիկ, այդ ինչ ես ասում։ Կարծում էի քեզ թաքցրել եմ բոլորից, իսկ դու այնուամենայնիվ ինձ խաբեցիր։ Նա ձեռքը գցում է Ռապունցելի մազերին, մի քանի անգամ փաթ տալիս իր թևի վրա, մյուս ձեռքով վերցնում մկրատն ու խրտ կտրում մազերը։ Գեղեցիկ հյուսքերն ընկնում են գետնին։ Այնքան անխիղճ է լինում կախարդուհին, որ խեղճ Ռապունցելին տանում է անտառի խորքը, ուր նա ապրում է շատ խեղճ ու աղքատ։ Ռապունցելին թաքցնելուց հետո նա վերցնում է կտրած հյուսքերը, երեկոյան կապում պատուհանի կեռից ու սպասում։ Թագավորի տղան գալիս է ու ձայն տալիս. Ռապունցել, արթնացիր, մազերիդ հյուսքերը կախ գցիր։ Կախարդուհին կախ է տալիս մազերի ծայրը։ Թագավորի տղան մագլցում է աշտարակը, բայց իր սիրելի Ռապունցելի փոխարեն տեսնում է կախարդուհուն, որը կատաղի հայացքով նայում է նրան։ Ահա, ծղրտում է կախարդուհին, ուզում է իր սիրածիդ տանել, բայց գեղեցիկ թռչնակը չկա, նա էլ չի երգում, նրան գողացել է կատուն, որը քո աչքերն էլ կհանի։ Դու ընդմիշտ կորցրիր Ռապունցելին, երբեք այլևս չես տեսնի նրան։ Թագավորի տղան զայրույթից ու հուսախաբությունից գլուխը կորցրած պատուհանից դուրս է թռչում։ Նա կենդանի է մնում, բայց փշոտ մացառները ճանկռտում հանում են աչքերը, եւ նա մենակ թափառում է անտառում, սնվում պտուղներով ու արմատներով, ամբողջ օրը լաց լինում իր կորցրած սիրելի կնոջ համար։ Այդպես տխուր վշտահար թափառում է նա մի քանի տարի ու մի օր էլ մտնում այն խուլ անտառը, որտեղ Ռապունցելը խեղճ ու կրակ անց է կացնում իր կյանքը։ Հանկարծ թագավորի տղան ինչ-որ ծանոթ ձայն է լսում ու գնում է դեպի ձայն։ Երբ մոտենում է, Ռապունցելը ճանաչում է նրան, փաթաթվում ու դառը լաց լինում։ Նրա արցունքներից երկու կաթիլ ընկնում են տղայի աչքերի վրա եւ հրաշք է տեղի ունենում։ Թագավորի տղան առաջվա նման սկսում է տեսնել։ Նա վերցնում է Ռապունցելին, տանում իր թագավորությունը, որտեղ շատ են ուրախանում նրանց գալստյան համար, ու այդ օրվանից նրանք ապրում են գոհ ու երջանիկ։ Ահա, այսպիսի գեղեցիկ ավարտ է ունենում Ռապունցելը հեքիաթը։ Դե, սիրելիներս, կհանդիպենք հաջորդ հեքիաթների ժամանակ։ Իսկ ձեզ առաջարկում եմ բաժանորդագրվել և սեղմել զանգակ կոճակը։ Ցտեսություն։